Շուտով կմեկնարկի խաղային օրվա երրորդ հանդիպումը Newcastle Crystal Palace ծանոթացնեմ թիմերի մեկնարկային կազմերին Կալիկյան Գևորգ սկսեմ Crystal Palace-ից Կալիկյան Գևորգ համար 8 Էլոյան Արշել համար 7 Ազիհար Անդրի համար 4 Վարդանյան Տարոն համար 84 Դանիելյան Դավիթ համար 1 եւ Զուրաբյան Հարություն անցնենք Newcastle-ի մեկնարկային կազմին Ավակյան Հարութ, Հովանես Սարգսյան կներեք, Ռաֆայել Շահինյան, մեկնարկած է հանդիպումը Միքայել Մարտիրոսյան, Կորյուն Խուբլարյան և Արման Արշակյան Crystal Palace-ն է հիմա գրոհի անցնում Զուրաբյան, փոխանցում կենտրոն և արդեն Newcastle-ին է գնդակը, Խուբլարյան, շարժվում է առաջ գնդակով Խուբլարյանը, կորցնում է գնդակը, այստեղ արդեն Զուրաբյան հարված և գնդակը դարպասապահը ֆիքսում է ձեռքերում Newcastle-ն է գրոհում փոխանցում կենտրոն, ձախ եզրում է գնդակը Խուբլարյան հետ է թողնում գնդակը թիմակցին գերազանց են հիմա տեղաշարժվում Crystal Palace-ի ֆուտբոլիստները խաղադաշտում պահում է դարպասապահը գնդակը խաղադաշտի սահմաններում այնտեղ պրեսինգ են դիմել Crystal Palace-ի ֆուտբոլիստների նկատմամբ Newcastle-ի ֆուտբոլիստները բայց հեռացնում են այնուամենայնիվ գնդակը փոխանցում առաջ հասնում է գնդակը թիմակցին Զուրաբյան փոխանցում Ձախ եզր, բայց աստեղ արդեն սխալվում է Crystal Palace-ի ֆուտբոլիստը եզրից Newcastle-ը կխաղարկի, փոխանցում կենտրոն, բայց այս փոխանցումը մի փոքր ուժեղ էր և այստեղ շատ ռիսկային էր, բայց դարպասապահը գերազանց գործեց Newcastle-ին է գնդակը, վտանգավոր է հարված և գոլ բացված է հանդիպման հաշիվը 1-0 գերազանց էր ամեն ինչ կատարված և Առաջին դարպասի գրավումը այսօրվա խաղում կա Մեկնարկած է խաղադաշտի կենտրոնից հանդիպումը Եվ այստեղ գերազանց է Զուրաբյանը գործում շարժվում է առաջ գնդակով Եվ գնդակը խաղի դաշտի սահմաններից դուրս է գալիս Newcastle-ի ֆուտբոլիստից Փոխանցում Զուրաբյան Եզրով է առաջ շարժվում այստեղ գերազանց ստացավ գնդակը Կալիկյանը, բայց այս հարվածը շեղ է ընթանում Newcastle-ն է արդեն մեկնարկել սեփական դարպասից խաղը Ձախ եզրում է գնդակը Newcastle-ը գրոհ է ձեռնարկում Խուբլարյան Շարժվում է առաջ հանգիստ քայլերով Խուբլարյանը գնդակով Փոխանցում, բայց փոխանցմանը չի կարողանում այս անգամ արձագանքել արդեն Արշակյանը Դանիելյան փոխանցում առաջ Էլոյանին այս փոխանցումը չհասավ Newcastle-ը ամբողջ դաշտի կենտրոն առաջ էր մինչև գնդակով խաղադաշտի կենտրոն առաջացավ փոխանցում Արշակյան վտանգավոր է հարված եւ այստեղ Դանիելյանը ետ է մղում գնդակը Կալիկյանի այս փոխանցումը սխալ էր Խուբլարյան փոխանցում Արշակյան եւ այստեղ Զուրաբյանը կարողանում է լավ պայքարել, գնդակը մնում է Newcastle-ի մոտ, եզրից գնդակ Արշակյանը մցրեց առաջ Խուբլարյան, վտանգավոր է հարված փակված է Էլոյանի կողմից այս հարվածը կլինի անկյունային Արշակյան հարված գերազանց խաղարկեցին անկյունայինը վտանգավոր է եւ
Գնդակը նորից գնում է Արշակյանի մոտ, փակված է այս հարվածի ճանապարհը։ Եզրից գնդակը նորից Նյուքասլի ֆուտբոլիստները կմտցնեն առաջ եւ նորից հեռացված է գնդակը Ադրի կողմից Խուբլարյան փոխանցում այստեղ Արշակյանին պայքարում է Արշակյանը գնդակի համար Զուրաբյանի հետ տեսնենք ով հաղթող կգա այս պայքարում բայց ամեն դեպքում Զուրաբյանը հանում է գնդակը եզրից Բարձրից փոխանցում եւ Դանիելյանը ֆիքսում է գնդակը ձեռքերում եւ առաջ է նետում գնդակը, բայց ամեն դեպքում չի հասնում թիմակցին եւ հեռացնում է Նյուքասլի պաշտպանը վերջին պահին Զուրաբյան հետ փոխանցում Կալիկյան Դեռևս գնդակով է Կալիկյանը շարժվում է առաջ գնդակով, բայց այս անգամ փակում են ճանապարհը Այս անգամ չկարողացավ այստեղ Զուրաբյանը հասնել գնդակին Եզրից Նյուքասլի ֆուտբոլիստները կմտցնեն ներս գնդակը Խուբլարյանը հետ փոխանցում Հասցեագրվում է դարպասապահին գնդակը Փոխանցում կենտրոն Գերազանց այստեղ գործեցին Արշակյան շարժվում է առաջ Փոխանցում Ձախիեզր Խուբլարյան Սխալվում է այստեղ Խուբլարյանը Զուրաբյանն լավ պայքարում գնդակի համար բայց ամեն դեպքում մնում է գնդակը հիմա Խուբլարյանի մոտ հարված եւ գոլ 2-0 է դառնում հանդիպման հաշիվը Գերազանց անհատական անցմամբ է աչքի ընկնում այստեղ Կորյուն Խուբլարյանը եւ կրկնապատկում հաշվի առավելությունն իր թիմի համար 2-0 Ինչպիսի անցում ձեռնարկեց Crystal Palace-ը մեկնարկում է հանդիպումը խաղադաշտի կենտրոնից Հիմա ձախ եզրով են գրով ձեռնարկում, փոխանցում, փակված է այս փոխանցման ճանապարհը Պրեսինգ է դիմում այստեղ Crystal Palace-ի ֆուտբոլիստը խլում է Կալիկյանը գնդակը փոխանցում է հարված, բայց բարձր է ընթանում այստեղ Վարդանյանի հարվածը Գերազանց են այսօր գործում Նյուքասլի ֆուտբոլիստները պաշտպանությունում, եթե անգամ տալիս են մրցակցին հարվածելու հնարավորություն, մրցակիցը բարձր կամ շեղ է հարվածում։ Արշակյան փոխանցում Ձախիեզր շարժում են եզրով հիմա Նյուքասլի ֆուտբոլիստները հետ է ստանում Արշակյանը գնդակը Փոխանցում սեփական կիսադաշտ Խուբլարյան վտանգավոր է շարժվում է առաջ Խուբլարյանը նորից հարված եւ այս անգամ ֆիքսում է գնդակը Դանիելյանը ուղարկում է Ձախիեզր կենտրոնում է գնդակը Վարդանյան շարժվում են հիմա արդեն Crystal Palace-ի ֆուտբոլիստները հարված եւ նորից հարվածը շեղ է ընթանում Խաղարկված է գնդակը նորից սեփական գրոհն են փորձում ձեռնարկել Նյուքասլի ֆուտբոլիստները Արշակյան շարժվում է առաջ Արշակյանը փոխանցում Ձախիեզր բայց այս անգամ այս փոխանցումը Crystal Palace-ի ֆուտբոլիստի կողմից շեղ էր խաղարկված է գնդակը եզրից Վարդանյան Փոխանցում կենտրոն լավ էր նկատել միայնակ մնացած թիմակցին, բայց այս փոխանցումը սխալ էր եւ Արշակյանը առաջ է շարժվում, վտանգավոր է Արշակյան, Խուբլարյան եւ գոլ։ Գերազանց կարողացան այստեղ համագործակցել իրար հետ Խուբլարյանն ու Արշակյանը եւ 3-0 է դառնում հանդիպման հաշիվը դուբլի հեղինակ է դառնում Արշակյանը այստեղ եւ 3-0 արդեն 3 գնդակի առավելություն ունեն եւ բավական արդյունավետ են այսօր այս երկու ֆուտբոլիստները գործում եւ այստեղ էլ նորից խլում է գնդակը Խուբլարյանը շարժվում է եզրով առաջ վտանգավոր է մտնում է Տուգանեի հրապարակ հարված եւ գոլ գնդակը դարպասում է 4-0 շատ արագ
Շատ արագ երկու գնդակ են խփում 2 րոպեում մոտավորապես եւ Խուբլարյանն էլ հետ չի մնում խաղընկերոջից եւ նա էլ է դուբլի հեղինակ դառնում։ Գոլ այսօր նրա կողմից 2 գոլ եւ 1 գոլային փոխանցում արդեն կա։ Մեկնարկել են խաղադաշտի կենտրոնից Crystal Palace-ի ֆուտբոլիստները, վտանգավոր է փակված այս փոխանցման ճանապարհը եզրից Crystal Palace-ի ֆուտբոլիստները կմտցնեն ներս գնդակը։ Զուրաբյանն է գնդակի մոտ։ Փոխանցում փակված այս փոխանցման ճանապարհը մնում է Նյուքասլի մոտ գնդակը Արշակյան հանգիստ այստեղ պահում է գնդակը Արշակյանը, փոխանցում աջ եզր Խուբլարյան, փոխանցում ձախ կենտրոնում է այստեղ Արշակյանը ստանում գնդակը հերվից հարված եւ դարպասապահ այստեղ գերազանց է հեռացնում գնդակը, բայց ինչ հարված կատարեց Արշակյանը, հերվից կրակեց, բայց դարպասապահն էլ ձեռքը ամուր դրեց Դանիելյանը եւ անկյունային արդեն Նյուքասլը իրացնելու, ոչ եզրից են, ամեն դեպքում անկյունային կլինի, այո։ Խուբլարյան, փոխանցում եւ դարպասապահն այստեղ առաջինն էր, հեռացված է գնդակը, վտանգավոր է հերվից հարված, բայց շատ թույլ էր այս հարվածը, նորից հերվից հարված եւ գնդակը շեղ է ընթանում։ Դարպասը դատարկ էր, կարող էր գրավվել, բայց մի փոքր շեղ ընթացավ գնդակը, Նյուքասլը խաղարկել է գնդակը Արշակյան, փոխանցում Խուբլարյանին, վտանգավոր է, նորից այս երկուսը գրող են ձեռնարկում։ Տեսնենք ինչ կորոշի այստեղ Խուբլարյանը փորձեց ոտքերի արանքով անցկացնել գնդակը, բայց չստացվեց։ Վարդանյան, փոխանցում հետ։ Գնդակը հասնում է մինչև Դանիելյանը, փոխանցում Էլոյանին։ Զուրաբյանի այս փոխանցումը չի ստացվում։ Գնդակը խաղի մեջ կմտցնի եզրից Crystal Palace-ը։ Բարձրից փոխանցում հեռացված է գնդակը եւ ամեն դեպքում հետ է գալիս գնդակը Նյուքասլի մոտ Խուբլարյան գերազանց այստեղ գործեց կրնկով փոխանցում կատարեց վտանգավոր է հարված, բայց այս հարվածը թե բավական թույլ էր, թե բարձր եւ հիմա արդեն Դանիելյանը գնդակը խաղի մեջ կմցնի։ Եվ այս փոխանցումը սխալ էր եւ հիմա շանս է ստացել Նյուքասլը շատ արագ գոլ խփելու Խուբլարյան, հետ է խաղում դարպասապահի հետ, բարձրից փոխանցում, լավ է ընդունում գնդակը այստեղ, շարժվում է առաջ միայնակ, նորից հետ է խաղում դարպասապահի հետ եւ այս փոխանցումը սխալ էր, Վարդանյան կորցնում է գնդակը այս իրավիճակում, վտանգավոր է, բայց այստեղ գերազանց գործեց Crystal Palace-ի ֆուտբոլիստը եւ ինչպիսի սահանկում կատարեց այստեղ Արշակյանը, այսօր նա լավ է գործում թե պաշտպանությունում, թե հարձակման գծում։ Կենտրոնում է գնդակը Crystal Palace-ի մոտ Փոխանցում, շատ կոպիտ սխալ էր Խուբլարյան, փոխանցում Արշակյան, արդեն նահանջել է դարպասապահը, վտանգավոր է հարված, բայց շեղ է ընթանում այս հարվածը, շատ լավ հնարավորություն էր 5-րդ գնդակն ուղարկելու Crystal Palace-ի դարպասը, բայց մի փոքր շեղ ընթացավ, խաղարկված է գնդակը, փոխանցում կենտրոն, Կալիկյան, շարժվում է առաջ եւ գնդակը Նյուքասլինն է, եզրից խաղարկված է գնդակը, այստեղ կոպիտ սխալ էր հարված եւ հեռացնում է գնդակը Նյուքասլի դարպասապահը Կալիկյանի հարվածից հետո եւ հենց նա էլ կիրացնի անկյունային հարվածը փոխանցում, բայց ոչ ոքի այստեղ չի դիպում գնդակը եւ եզրից արդեն Նյուքասլը գնդակը խաղի մեջ կմցնի
Ոչ, ամեն դեպքում այնտեղ դիպել էր ինչ-որ մեկին եւ Crystal Palace-ին է գնդակը Կալիկյան Զուրաբյան հարված փակված այս հարվածի ճանապարհը հիմա արդեն հակագրոհի են բացվում Նյուքասլի ֆուտբոլիստները վտանգավոր է փոխանցում Արշակյան հարված փակված այս հարվածի ճանապարհը Ադրին գերազանց պարկեց այս գնդակի տակ եւ լավ հեռացրեց գնդակը բարձրից փոխանցում եւ Վարդանյանը կներեք Դանիելյանը հանգիստ ֆիքսում է գնդակը իսկ այս փոխանցումը ոչ ոքի հասցեագրված չէր խաղարկված է գնդակը փոխանցում ձախ նորից հետ է ստանում Նյուքասլի ֆուտբոլիստը գնդակը կենտրոնում հիմա խաղարկում են հանգիստ Նյուքասլի ֆուտբոլիստները փոխանցում է դարպասապահին փոխանցում առաջ փակված այս փոխանցումը վտանգավոր է Ադրի շարժվում է առաջ եւ այս փոխանցում հարված փակված է հարվածը Կալիկյան հեռացված է գնդակը վտանգավոր է շարժվում է առաջ Ադրին Եվ նորից մնում է գնդակը հարվածում, բայց այս հարվածը ճանապարհին դիպավ Նյուքասլի ֆուտբոլիստին եւ այստեղ էլ հեռացված է գնդակը, մնում է Կալիկյանի մոտ գնդակը, եզրով առաջ է շարժվում, բայց ամեն դեպքում գնդակը դուրս էր եկել եզրային գծից, Խուբլարյան այդ փոխանցում, նորից հետ են խաղում Խուբլարյանով, շարժվում է առաջ, բայց այստեղ գնդակը Կալիկյանին միայնակ առաջ է շարժվում Թիմակիցը բացվում է աջ եզրով, հերվից հարված եւ գնդակը դուրս է գալիս անկյունային, լավ սեյվ իրականացրեց այստեղ Նյուքասլի դարպասապահը Զուրաբյան, փոխանցում Կալիկյան, փորձեց փոխանցել, բայց փոխանցման ճանապարհը փակված էր, Կալիկյան այդ փոխանցում, խաղում են Դանիելյանի հետ, դարպասապահն առաջ է եկել, փոխանցում Ադրի բայց այս փոխանցումը փակված է եւ կլինի անկյունային գնդակի մոտ է Զուրաբյանը փոխարինում Crystal Palace-ի կազմում եւ այդ փոխարինումից հետո նոր արդեն անկյունային իրացված է փորձում է հարվածել հարվածում է եւ հեռացված է գնդակը դարպասապահը սեյվի հեղինակ դարձավ Էլոյանի հարվածից հետո այո Անկյունային կիրասնեն հիմա Նյուքասլի ֆուտբոլիստները տեսնենք ինչ կտա այս անկյունայինը Նյուքասլին առաջին խաղարկեսը լավ է դասավորվում Նյուքասլի համար հաղթում են 4 գնդակի առավելությամբ չեն ընդունել ոչ մի գնդակ եւ շատ հնարավորություն հերվից հարված փակված է եւ շատ հնարավորություններ էլ չեն տալիս մրցակցին Կալիկյան փակված այս անցումը Խուբլարյան շարժվում է առաջ գնդակով Փոխանցում աջ եզր, վտանգավոր է, առաջ է թողում գնդակը բարձրից փոխանցում, բայց ոչ ոքի չի ասնում այս գնդակը, եզրից Crystal Palace-ը գնդակը կմցնի խաղի մեջ, Զուրաբյան, փոխանցում Էլոյան, բացվում է Զուրաբյանը, ստանում է գնդակը և խախտում են Զուրաբյանի հետ պայքարում խաղի կանոնները տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Crystal Palace-ին Կալիկյան բարձրից փոխանցում Էլոյանին էր այս փոխանցումը ուղղված բայց չի ասնում Զուրաբյան հարված եւ դարպասաձողին է դիպում գնդակը Դարպասապահը առաջ է նետում գնդակը, փոխանցում աջ եզր, պաշտպանությունում խաղարկում են գնդակը հիմա Նյուքասլի ֆուտբոլիստները, դարպասապահն է գնդակով, փոխանցում աջ եզր, այնտեղ միայնակ էր մնացել թիմակիցը, Եվ հիմա էլ առաջ է շարժվում, վտանգավոր է, լավ գրոհ են կարողանում ձեռնարկել Նյուքասլի ֆուտբոլիստները, վտանգավոր է հարված եւ նորից այստեղ էլ դարպասաձողը փրկում է Crystal Palace-ին։
Գերազանց է առաջ շարժվում, բայց փակված է այս փոխանցման ճանապարհը Կալիկյան, փոխանցում Զուրաբյան եւ շատ վտանգավոր է, բայց չի հասնում արդեն այս փոխանցմանը Կալիկյանը հերացված էր գնդակը եզրից հիմա հենց Կալիկյանը կմցնի ներս կարծես թե կարճ խաղարկում է լինելու ոչ հետ փոխանցում դարպասապան Դանիելյան փոխանցում աչ եզր Վարդանյան, փոխանցում Զուրաբյան, հարված Էլոյան եւ նորից այստեղ դարպասապահը կրկնակի սեյվ է գրանցում, ինչպես կարողացավ երկու այդքան լարված իրավիճակում հեռացնել գնդակը, Խուբլարյան առաջ է շարժվում կենտրոնով Խուբլարյանը, փոխանցում եւ դարպասապահին ներ այս գնդակը, շատ արագ գնդակը դարպասապահը մտցնում է խաղի մեջ Վարդանյան, բայց կորցնում են արդեն այստեղ Crystal Palace-ի ֆուտբոլիստները հարված եւ գերազանց սեյվ է կատարում այստեղ Դանիելյանը ոտքով անկյունային կլինի ինչ անկյունայինը փոխարինում Նյուքասլի կազմում հետ փոխանցում հարվածելու է կարծես թե հարված եւ այստեղ էլ ֆիքսում է գնդակը Դանիելյանը փոխանցում աչ եզր Վարդանյան Նյուքասլի պրեսինգը կարող է այստեղ արդյունք տալ, բայց դեռևս Crystal Palace-ը լավ է կարողանում գնդակ խաղարկել սեփական կիսադաշտում, կարծես թե թվում էր թե Նյուքասլը խլել էր գնդակը, բայց ամեն դեպքում եզրայինը Crystal Palace-ինն է։ Փակված այս փոխանցման ճանապարհը Արշակյանի կողմից Զուրաբյան եւ փակված այս փոխանցման ճանապարհը նորից Crystal Palace-ը այս հատվածից չի կարողանում դուրս գալ փոխանցումներով Կալիկյան շարժվում է գնդակով առաջ Կալիկյանը, բայց դեռևս սեփական կիսադաշտից չեն կարողանում դուրս գալ այստեղ Էլոյանն է պայքարում գնդակի համար, բայց առաջինը Նյուքասլի ֆուտբոլիստն է գնդակով, գնդակ հեռացված է եւ այնպես է հեռացված, որ հասնում է այստեղ Խուբլարյանին գնդակը շարժվում է առաջ, Կալիկյանն է դրա դիմաց։ Դեռևս նա է գնդակով, սպասում է թիմակիցների բացվելուն, բայց ամեն դեպքում միայնակ է առաջ շարժվում, վտանգավոր է, փոխանցում ձախ եզր, բայց հեռացնում է այստեղ Էլոյանը գնդակը, եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Նյուքասլի ֆուտբոլիստները։ Փոխանցում է հետ, վտանգավոր է, կարող է հարվածել, փոխանցում է, բավականին հնարամիտ փոխանցում էր մտածել, բայց փակված է այս փոխանցման ճանապարհը եւ այնտեղ էլ հենց Նյուքասլի ֆուտբոլիստից դուրս եկավ գնդակը եւ պետք է այստեղ կրկնել, շատ մոտ էր կանգնել, թույլատրելիից մոտ էր կանգնել Նյուքասլի ֆուտբոլիստը գնդակին, Կալիկյան շարժվում է առաջ Կալիկյանը եւ փորձ է շրջանցել, բայց մնում է գնդակով ամեն դեպքում Կալիկյանը նորից շարժվում է առաջ, բայց այստեղ երկրորդ անգամ չկարողացավ կներեք Խուբլարյանին շրջանցել եւ ինչպիսի սահանքում էր այստեղ Զուրաբյանը կատարում վտանգավոր է Կալիկյան հարված եւ բավականին լավ գրոհ էր այստեղ, բայց չեն կարողանում իսկ այստեղ ոչ ոք չի արձագանքում այս փոխանցմանը։ Ինչպես այնտեղ գործեց, գերազանց գործեց Զուրաբյանը, բայց Կալիկյանը կարելի է ասել մսխեց այդ դրվագը։ Հիմա Crystal Palace-ն է եզրից գնդակը խաղի մեջ մտցնելու անկյունային է նշանակվել։ Փոխանցում, փակված այս փոխանցումը առաջ են հիմա լավ հակագրող է զարգանում, փոխանցում առաջ, վտանգավոր է, Զուրաբյանն է այստեղ դիմավորել, գերազանց սահանքումով հեռացնում է գնդակը եզրի, փոխանցում ետ, Խուբլարյան, շարժվում է առաջ, հարվածային դիրք է փորձում դուրս գալ, փակում են նրան, բայց միևնույնն է մնում է գնդակով, վտանգավոր է։ Տուգանային հրապարակի մատույցներում միայնակ խաղարկում է գնդակը, վտանգավոր է։ Էլոյանը այստեղ կարողանում է ընդունել գնդակը։
Վտանգավոր է 2-1 կգրո Զուրաբյան, փոխանցում Էլոյան, հարված եւ կրճատված է հաշիվը 4-1։ Շատ լավ այստեղ Զուրաբյանը կարողացավ առաջ տանել գնդակը եւ փոխանցել այնպես, որ արդեն Էլոյանը ուղակի մնում էր Էլոյանին դիպչել գնդակին եւ գնդակը հայտնվում էր դարպասում եւ հենց այդպես էլ եղավ։ Արշակյան փոխանցում փակված է այս փոխանցման ճանապարհը գնդակը Crystal Palace-ինն է։ Զուրաբյան փոխանցում առաջ այստեղ չի հասնի Էլոյանին գնդակը։ Եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Crystal Palace-ի ֆուտբոլիստները։ Փոխանցում ետ։ Զուրաբյան կորցնում է գնդակը, Զուրաբյանը Արշակյան եւ Էլոյանն է հեռացնում այստեղ։ Գնդակով Նյուքասլի ֆուտբոլիստներն են լինելու, փոխանցում Խուբլարյան, Արշակյան չի ստացվում հետ փոխանցումը եւ հիմա լավ հակագրողը կարող է ձեռնարկվել, Խուբլարյանն է գնդակով, վտանգավոր է, ընդունում է գնդակը, կներեք Զուրաբյանը։ Պահում է դեռևս իր մոտ գնդակը, Վարդանյան, փոխանցում ետ Էլոյան։ Առաջ է շարժվում Էլոյանը, փորձում է հարվածել, հարված եւ այստեղ դարպասապահը ֆիքսում է գնդակը եւ ուժեղ նետումով առաջ է մտցնում գնդակը Էլոյանը, այստեղ փորձեց փոխանցել, բայց չի հասնում թիմակցին գնդակը եւ ավարտված է առաջին խաղարկեսը 1-4։ Շուտով կմեկնարկի երկրորդ խաղարկեսը Crystal Palace Newcastle։ Առաջին խաղարկեսից հետո Նյուքասլը հաղթում է 4-1 հաշվով եւ հիմա տեսնենք ինչպես կզարգանային իրադարձությունները երկրորդ խաղարկեսում։ Խուբլարյան, փոխանցում Սարգսյան, Արշակյան, վտանգավոր է Սարգսյան եւ այստեղ գերազանց է գործում Զուրաբյանը, Արշակյան նորից հետ փոխանցում Սարգսյանին, հետ են խաղում Խուբլարյանի հետ։ Հերվից կարծես թե հարված էր նախապատրաստում, բայց ոչ, խաղում է Արշակյանի հետ, Խուբլարյան, հարված եւ Արշակյան, նորից այս դուոն տալիս է իր արդյունքը, 5-1 է դառնում հանդիպման հաշիվը եւ բոլոր գոլերը այսօր կապված են այս երկու ֆուտբոլիստների հետ, արդեն հետրիկի հեղինակ է դարձել Արման Արշակյանը, որից երկուսը գոլային փոխանցումը նրան կատարել է Խուբլարյանը։ Մեկնարկել է Crystal Palace-ի ֆուտբոլիստները խաղադաշտի կենտրոնից հանդիպումը, փոխանցում, այստեղ այս փոխանցման ճանապարհին կանգնեցին Newcastle-ի ֆուտբոլիստները, Խուբլարյան, փորձում են այստեղ եւ բայց ամեն դեպքում փոխանցեց գնդակը Սարգսյան, գերազանց գտավ, բայց այնտեղ վերջին պահին Crystal Palace-ի ֆուտբոլիստը ոտքը դրեց եւ հեռացրեց գնդակը։ Անկյունային կլինի։ Խաղարկված է գնդակը այստեղ, Սարգսյանինն է գնդակը։ Մտնում է Տուգանային հրապարակ Սարգսյանը, բայց այստեղ հեռացված է գնդակը եւ հիմա Crystal Palace-ն է հակագրոհում։ Վտանգավոր է, հետ փոխանցում, Վարդանյան, Զուրաբյան, կենտրոնով շարժվում է առաջ, Զուրաբյանը փոխանցում, բայց փակված այս փոխանցման ճանապարհը, իսկ այստեղ այս փոխանցումը եւս փակված է, եզրից գնդակը խաղի մեջ կմցնեն Նյուքասլի ֆուտբոլիստները։ Խուբլարյան, փոխանցում Ավակյան, հետ է խաղում Ավակյանը Խուբլարյանի հետ։ Առաջ է շարժվում գնդակով Խուբլարյանը, փոխանցում Սարգսյան, հետ է գալիս նորից Սարգսյանին գնդակը շարժվում է առաջ եւ այստեղ խաղի կանոնների խախտում է արձանագրում հանդիպման մրցավարը, տեսնենք այս Տուգանայինը ինչ կտա Նյուքասլին։ Գնդակի մոտ է Արշակյանը։ Դարպասապահը հիմա պատ է կառուցում
Եվ տեսնենք մրցավարի սուլիչից հետո Արշակյանը կհարվածի, վտանգավոր է, հարված եւ գոլ գրավված է դարպասը։ Պոկերի հեղինակ է դառնում Արշակյանը, գերազանց հարված էր։ Ինչպիսի գոլ էր եւ արդեն 6-1 է դառնում հանդիպման հաշիվը։ Գերազանց էր ամեն ինչ կատարված։ Նորից անգամ Crystal Palace-ը մեկնարկեց խաղադաշտի կենտրոնից այս փոխանցումը շատ ուժեղ էր Զուրաբյանի համար եւ գնդակը Նյուքասլին, բայց ամեն դեպքում Զուրաբյանը խլում է գնդակը, հարված, նորից հարված, բայց շեղ է ընթանում այստեղ Կալուկյանի հարվածը։ Նյուքասլն արդեն արագ է մեկնարկել այս հանդիպման դարպասից, վտանգավոր է Սարգսյան, փոխանցում եւ գոլ գրավված է դարպասը, Ավագյանը գրավում է դարպասը եւ 7-1 է դարձնում հանդիպման հաշիվը։ Սարգսյանը այնտեղ միայնակ էր դուրս եկել դարպասապահի դիմաց, բայց ցանկացավ փոխանցել ավելի նպաստավոր դիրքում մնացած խաղընկերոջը եւ այնտեղ էլ կանգնած էր իհարկե Ավագյանը եւ որն էլ կարողանում է 7-1 դարձնել հանդիպման հաշիվը, մեկնարկել են Զուրաբյան եւ այստեղ խլվում է գնդակը եւ մնում է այստեղ գնդակով Խուբլարյանը, եզրով գերազանց է առաջ շարժվում, հետ փոխանցում Ավագյան, փոխանցում փակված այս փոխանցման ճանապարհը, դարպասապահը ֆիքսում է գնդակը, Վարդանյան փոխանցում սխալ էր այս փոխանցումը, Արշակյան, հետ փոխանցում Սարգսյան, Խուբլարյան, բարձրից փոխանցում հարված եւ շեղ է ընթանում Ավագյանի հարվածը։ Փոխարինում Զուրաբյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Էլոյանը, խաղարկվել է այստեղ արդեն գնդակը, փոխանցում ձախ եզր եւ կենտրոնով այս փոխանցումը եւ երկրորդ գնդակ կա հայտնվել խաղադաշտում եւ մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ Էլոյանն է այստեղ գնդակը հանձնելու Նյուքասլին, Սարգսյան փոխանցում հաստում է այստեղ գնդակը, հարված եւ դարպասապահը ետ է մղում գնդակը Արշակյանի հարվածից հետո Էլոյան չդիպավ այստեղ Էլոյանը գնդակին, Ավագյան փոխանցում, վտանգավոր է, հարված եւ գոլ, 7-1 է դառնում այո 7-1 է դառնում հանդիպման հաշիվը, 8-1 կներեք Արման Արշակյանը պենտատրիկ 5-րդ գոլն է այսօր հեղինակում։ Մեկնարկել են Crystal Palace-ի ֆուտբոլիստները հանդիպումը խաղադաշտի կենտրոնից եւ այս փոխանցումը փակված էր, բայց ամեն դեպքում կլինի անկյունային։ Արշակյան խաղում է Մարտիրոսյանի հետ, բայց գրավված է դարպասը, այո, կլինի արձանագրված է դարպասի գրավումը 9-1, շատ հանգիստ տոնեցին այս գոլը, տպավորություն էր, թե դարպասի գրավում չի եղել, բայց այո կա եւ գոլի հեղինակ է դարձել Միքայել Մարտիրոսյանը, վտանգավոր է Մարտիրոսյանն է նորից գնդակով, հարված, փակված այս հարվածի ճանապարհը եւ հիմա շարժվում են առաջ Crystal Palace-ի ֆուտբոլիստները, վտանգավոր է եւ այստեղ անհաջող հպում է կատարել Crystal Palace-ի ֆուտբոլիստը, գնդակը Newcastle-ինն է, ուժեղ նետումով գնդակը մտցնում է առաջ, Արշակյան շարժվում է միայնակ առաջ, Արշակյանը հարված եւ 11 է դառնում հաշիվը, ինչպիսի գոլ, 6-րդ գոլն է նրա կողմից այսօր, գերազանց էր, ամեն ինչ միայնակ կատարեց եւ գոլային փոխանցումն էլ կատարեց դարպասներում,
Հովանես Սարգսյանը ձեռքով ուժեղ հարվածով գնդակը նետելով առաջ գոլային փոխանցում կատարեց։ Էլոյան շարժվում է առաջ։ Սխալ էր այս գործողությունը, Կալիկյանն է հիմա շարժվում առաջ, վտանգավոր է հարված եւ այստեղ էլ Սարգսյանը փակում է այս հարվածը։ Կալիկյանն է պայքարում այստեղ Սարգսյանի հետ եւ խլում է գնդակը հարված, բայց այս հարվածը թույլ էր, չնայած որ դարպասը ազատ էր Կալիկյան, հարված նորից դրա հարվածը շեղ է ընթանում։ Սարգսյանը գնդակը առաջ է նետում։ Արշակյան գնդակը Crystal Palace-ինն է։ Զուրաբյան, փոխանցում Կալիկյան։ Փոխանցում նորից Զուրաբյանին, բայց այնտեղ շատ կոպիտ ստացավ, կասեցրեց գնդակը Արշակյան, չկարողացավ այստեղ շրջանցել Էլոյանին, գնդակը Crystal Palace-ինն է, Սարգսյան շարժվում է առաջ գնդակով կենտրոնով Սարգսյանը։ Փոխանցում, բայց այս փոխանցումը շատ ուժեղ էր եւ ոչ ոք թիմակիցներից չկարողացավ արձագանքել։ Դանիելյան նետել է առաջ գնդակը Կալիկյան եւ կորցնում է գնդակը Կալիկյանը։ Նյուքասլին նետեցնենք, խաղարկված է այս եզրայինը։ Սարգսյան փոխանցում Ավակյան փոխանցում նորից Սարգսյան վտանգավոր է։ Սարգսյանը Տուգանային հրապարակում է գնդակով։ Դուրս եկավ այնտեղ մանր քայլերով հարվածում է այստեղ Արշակյանը, բայց գնդակը շեղ է ընթանում։ Գնդակը արդեն Կալիկյանին է ուժեղ փոխանցում առաջ, բայց շատ ուժեղ էր այս փոխանցումը Խուբլարյան։ Կենտրոն է ուղարկում գնդակը Արշակյանին, կրնկով գերազանց թողնում է Սարգսյանին, Արշակյան հարված եւ դարպասապահը հետ է մղում եւ արդեն ֆիքսում է գնդակը։ Ուժեղ է նետում առաջ գնդակը, բայց այս անգամ էլ գնդակը հասնում է Նյուքասլի դարպասներին կանգնած Խուբլարյանին։ Ավակյան փոխանցում Սարգսյանին, փակված այս փոխանցման ճանապարհը։ Եզրից գնդակը խաղի մեջ կմցնի Սարգսյանը, բարձրից փոխանցում Էլոյանն է հեռացնում գնդակը։ Մարտիրոսյան հետ փոխանցում։ Ավակյան կորցնում է գնդակը, Ավակյանը, Զուրաբյան, այնտեղ աջ եզրով Էլոյանն է բացում, բայց Զուրաբյանը միայնակ առաջ է շարժվում, փոխանցում, բայց այստեղ Խուբլարյանը որսում է գնդակը եւ ինչպիսի փոխանցում էր վտանգավոր է Սարգսյան եւ գոլ գրաված է դարպասը այստեղ իրար զիջելով միևնույնն է 7-րդ գոլը այսօր Արշակյանի կողմից 11-1 է դառնում հանդիպման հաշիվը Զուրաբյան գնդակ ուղարկում է Կալիկյանին Պրեսինգ են դիմում այստեղ դուրս է եկել գնդակը խաղադաշտի սահմաններից Նյուքասլին է Սարգսյան այդ փոխանցում Ավակյան եւ կլինի անկյունային հարված գնում է իրացնելու անկյունային հարվածը Արշակյանը փոխանցում եւ դարպասապահն այստեղ Առաջ է շարժվում գնդակով, փոխանցում առաջ վտանգավոր է, բայց այստեղ Խուբլարյանը գերազանց է առաջանում եւ խլում գնդակը, հիմա էլ նա միայնակ է առաջ շարժվում, վտանգավոր է, բայց արդեն նահանջում են, մանր քայլերով հետ է նահանջում, փոխանցում աջ եզր, կենտրոնում է գնդակը եւ այստեղ չի կարողանում Արշակյանը եզրափակել Ավակյանի այս գերազանց փոխանցումը, իսկ այստեղ գերազանց առաջ խաղացման աչքի ընկավ Խուբլարյանը եւ
Եզրից գնդակը խաղարկեն Crystal Palace-ի ֆուտբոլիստները Զուրաբյան շարժվում է առաջ վտանգավոր է հարված եւ այստեղ էլ սեյվ է գյուրանցում Խուբլարյանը նորից Crystal Palace-ինն է նորից հարված եւ նորից այստեղ որսում է գնդակը Խուբլարյանը Խաղում են առաջ եւ այս փոխանցումը սխալ էր Էլոյան վտանգավոր է հարված եւ գոլ կրճատված է հաշիվը 11-2 Էլոյանը ամենայնիվ կրճատում է հաշիվը եւ հիմա արդեն պետք է փորձեն ինչքան հնարավոր է կրճատել խաղի ավարտին 5-6 րոպե ժամանակ է մնացել եւ այդ ժամանակը հատվածում իհարկե պետք է փորձել ինչքան հնարավոր է շատ աչքի ընկնել Արշակյան փոխանցում Սարգսյանին, բայց չի կարողանում այստեղ Սարգսյանն ընդունել գնդակը Եզրից գնդակը ներս կմտցնեն Crystal Palace-ի ֆուտբոլիստները Դանիելյանը փոխանցում է այնտեղ Վարդանյանին փոխանցում կենտրոն Գալիկյան Զուրաբյան վտանգավոր է հարված եւ այստեղ գերազանց սեյվ է կատարում Խուբլարյանը նորից փակված է հարվածի ճանապարհը հարված եւ 11 մետրանոց է նշանակվում Նյուքասլի դարպասին խախտում է արձանագրվել Եվ տեսնենք կկարողանան երրորդ գնդակն ուղարկել Crystal Palace-ի ֆուտբոլիստները եւ ավելի կրճատել հաշիվը թե ոչ հիմա ոչ ամեն դեպքում այնտեղ ազատ հարված էր նշանակվել ուժեղ փոխանցում առաջ գերազանց է այստեղ ամեն ինչ կատարված Գալիկյան եւ այստեղ Սարգսյանը գերազանց է պայքարում գնդակի համար Գալիկյան Եզրից գնդակը Գալիկյանը ներս կմտցնի փոխանցում սխալ էր այս փոխանցումը Ավակյան բարձրից փոխանցում Արշակյան վտանգավոր է հարված բայց չեղ է ընթանում այս հարվածը միայնակ էր մնացել դարպասապահի դիմաց փորձեց մեկ հպումով եզրափակել բայց գնդակը մի փոքր շեղությամբ է անցնում դարպասաձողի կողքով Վարդանյան մնում է գնդակով բայց կորցնում է գնդակը Վարդանյանը Արշակյան Փոխանցում Սարգսյան վտանգավոր է հետ փոխանցում բայց այս փոխանցման ճանապարհը փակված է Զուրաբյան փոխանցում Գալիկյան եւ չի հպվում Գալիկյանը գնդակին Նյուքասլի դարպասապահը հիմա գնդակը խաղի մեջ կմցնի Արշակյան Փոխանցում Սարգսյան, հետ է ստանում գնդակը Արշակյանը լավ է բացվում, բայց այո, հասնում է գնդակին, մնում է խաղադաշտի սահմաններում գնդակը Սարգսյան։ Փոխանցում Ավակյանին հարված եւ դարպասապահը հետ է մեղում գնդակը։ Գալիկյան Փոխանցում փակված է փոխանցման ճանապարհը։ Նորից մնում է գնդակով Գալիկյանը գերազանց է գործում այս իրավիճակում Գալիկյանը եւ հիմա Զուրաբյանն է առաջ շարժվում փոխանցում փակված է փոխանցման ճանապարհը։ Վտանգավոր է այստեղ Գալիկյանը խլում է գնդակը չկա խաղի կանոնների խախտում առաջ է շարժվում այստեղ Խուբլարյանը վտանգավոր է փոխանցում Արշակյան Սարգսյան եւ գոլ 12-2 է դառնում հանդիպման հաշիվը Գերազանց են այսօր գործում Նյուքասլի ֆուտբոլիստները շատ արագ խաղարկումներով մրցակցի թե Տուգանային հրապարակի մեջ թե դրա մակույցներում գերազանց են ամեն ինչ գործում այստեղ մրցավարը գնաց վառով դրվագի կրկնապատկերը դիտելու եւ կարող է չարձանագրվել գոլը այնտեղ մինչև գոլը կար խաղի կանոնների խախտում տեսնենք ոչ արձանագրված չէ այս գնդակը հաշիվը մնում է անփոփոխ եւ նշանակվում է խաղի կանոնների խախտում եւ դեղին քարտով է այստեղ պատժվում Արշակյանը տեսնենք այս Տուգանային հարվածը ինչ է տալու Crystal Palace-ին Գնդակը վերցրել է Զուրաբյանը Գնդակի մոտ է նաև Գալիկյանը տեսնենք ով կհարվածի Գալիկյան թե Զուրաբյան հեռանում է Զուրաբյանը
Կալիկյանն է միայն կանգնած գնդակի մոտ Կալիկյան հարված եւ այստեղ եւ կարողանում են կրճատել հաշվի տարբերությունը 11-3 Դանիելյանը կարողանում է իր թիմի համար երրորդ գնդակը խփել այսօր եւ հիմա Նյուքասլը կմեկնարկի խաղադաշտի կենտրոնից հանդիպում մեկնարկեց Խուբլարյան փոխանցում Մարտիրոսյան բայց այս փոխանցումը շատ ուժեղ էր բայց պայքարում է այստեղ գնդակի համար Արշակյանը Գալիկյան եւ Սարգսյանը այստեղ հեռացնում է գնդակը Գալիկյանը եզրից գնդակը կմցնի խաղի մեջ Խուբլարյան շարժվում է առաջ Մարտիրոսյան փակված այս հարվածի ճանապարհը Սարգսյան շարժվում է առաջ վտանգավոր է հետ փոխանցում Ավակյան փակված է այս փոխանցման ճանապարհը Եզրից գնդակը խաղի մեջ կմցնի Ավակյանը փոխանցում Խուբլարյան փոխանցում նորից Ավակյան վտանգավոր է փոխանցում հարված եւ ամեն դեպքում խփում է իր 12-րդ գոլն այսօր այս հանդիպման 12-3 է դառնում հանդիպման հաշիվը քիչ առաջ չարձանագրվեց նրա խփած գոլը դեղին քարտով պատժվեց բայց հիմա արդեն գոլի հեղինակ է դառնում եւ Արման Արշակյանը այսօր ուղղակի ֆանտաստիկ է գործում եւ հիմա էլ խլում է գնդակը վտանգավոր է շարժվում է առաջ Սարգսյան եւ չի կարողանում Սարգսյանը գրավել նորից հարված եւ Զուրաբյանը հեռացնում է գնդակը խաղադաշտի սահմաններից հեռացել էր գնդակը եզրային գծից Բարթանյան ոչ գնդակը Նյուքասլինն է եւ գնդակով են ամեն դեպքում Crystal Palace-ի ֆուտբոլիստները Դանիելյան փոխանցում բայց փակված այս փոխանցման ճանապարհը Սարգսյան վտանգավոր է 2-1-ի գրող բայց չի հասնում ամեն դեպքում կլինի անկյունային նա դիպավ այն ժամանակ գնդակին երբ արդեն գնդակը հատել էր դիմային գիծը եւ հենց Սարգսյանն էլ կիրաստի անկյունայինը փոխանցում բայց դարպասապա ֆիքսում է գնդակը եւ այստեղ Զուրաբյանը գերազանց անցում է ձեռնարկում վտանգավոր է բայց հեռացված է գնդակը Մարտիրոսյանը հեռացնում է գնդակը եզրից հիմա արդեն Crystal Palace-ն է խաղարկել գնդակը Կալիկյան փոխանցում Զուրաբյան Զուրաբյան կենտրոն բայց այստեղ Խուբլարյանը ֆիքսում է գնդակը եւ շարժվում առաջ վտանգավոր է եւ փոխանցում Սարգսյան եւ հարված բայց այստեղ փակված է հարվածի ճանապարհը եզրից գնդակը կնետեն Նյուքասլի ֆուտբոլիստները սխալ էր այս փոխանցումը Կալիկյան հերվից հարված եւ գոլ 4-րդ գնդակն է հայտնվում Նյուքասլի դարպասում 12-4 է դառնում հանդիպման հաշիվը ամեն դեպքում փորձում են Crystal Palace-ի ֆուտբոլիստները որքան հնարավոր է կրճատել հաշիվը Արշակյան փոխանցում է հետ Ավակյան հիմա արդեն գնդակը Մարտիրոսյանինն է փոխանցում Ավակյան գերազանց էր նկատել եւ այստեղ Ավակյան հարված եւ Արշակյանի հարվածը փակված է կլինի անկյունային հենց Արշակյանն էլ գնում է անկյունայինը իրացնելու խաղարկված է Սարգսյան Սարգսյանի մոտ է դեռևս գնդակը Արշակյան եւ այստեղ նորից եզրից գնդակը կմցնեն ներս եւ խաղարկված է այստեղ Սարգսյան Արշակյան խաղարկում են եզրում գնդակը հետ փոխանցում Սարգսյան մնում է Սարգսյանի մոտ գնդակը Արշակյան ճոճում են այս պաշտպանությունը Սարգսյանն ու Արշակյանը բայց այս անգամ սխալվեցին եւ գնդակը այստեղ թողնում է Խուբլարյանը որ հեռանա եւ հիմա դարպասից արդեն
Նյուքասլը գնդակը խաղի մեջ կմցնի Խուբլարյան, խաղում է Մարտիրոսյանի հետ, փոխանցում Արշակյան եւ այստեղ այս փոխանցման ճանապարհը փակում է Գալիկյանը եւ գնդակով հիմա կլինի Crystal Palace-ը։ Զուրաբյան փոխանցում, փակված է այս փոխանցման ճանապարհը, վտանգավոր է, բայց վերջին պահին կարողանում է Crystal Palace-ի ֆուտբոլիստը ոտքը դնել եւ հեռացնել անկյունային, Արշակյանն է խաղարկում այս անկյունայինը, Մարտիրոսյանը մնում է գնդակով եւ այստեղ պայքարի արդյունքում նորից գնդակը մնում է Նյուքասլի մոտ, Crystal Palace-ի ֆուտբոլիստից է մնացել, հեռացել գնդակը, Խուբլարյան փոխանցում Աջ, Ավակյան, փոխանցում Արշակյան, սխալ էր այս փոխանցումը եւ գնդակը նորից մնում է Նյուքասլի մոտ եզրից, Մարտիրոսյան, հետ փոխանցում Խուբլարյան եւ հեռանում է գնդակը եզրից, հիմա Crystal Palace-ն է արագ առաջ շարժվում, Զուրաբյան, փոխանցում առաջ, հարված եւ 5-րդ գնդակն է հայտնվում Նյուքասլի դարպասում, Վարդանյանը կարողանում է ավելի կրճատել հաշիվը, 12-5 է դառնում հանդիպման հաշիվը, Արշակյան, հետ փոխանցում Խուբլարյան, Սարգսյան սխալվում են այստեղ, բայց շատ արագ կարողանում են իրենց սխալն ուղղել, Գալիկյանն այստեղ պրեսինգի դիմել Զուրաբյանի հետ, հարված եւ գոլ 6-րդ գնդակն է հայտնվում եւ հենց այս նոտայի վրա էլ ավարտվում է հանդիպումը 12-6 հաշվով, 6-րդ գոլն էլ Crystal Palace-ի հեղինակեց Տարոն Վարդանյանը եւ 13-6 Նյուքասլը գերազանց հանդիպում ցույց տվեց, իսկ Crystal Palace-ը որքան հնարավոր է պայքարեց այս հանդիպման ժամանակ։